Ալեն Սիմոնյանը Ստամբուլում էր, ձեր կարծիքով հայ գերիների հարցը բարձրացրած կլինի։ Ալեն Սիմոնյանը իրենց կուրսում ամենավատ ուսանողն էր։ Կարող է եւ բարձրացրած լինի, բայց ես չեմ կարծում, որ այդքան ուժ ունեն եւ այդքան քաղաքականությունը իրանց մոտ, ոնց ասեմ, զարգացած, ես այնքան ջղայնացած եմ, որ դժվար եմ խոսում ես։ Վաղուց պետք է դրանով զբաղվեին եւ իրանք չեն զբաղվում, իրանք ձեռնտու չի։ Բոլորով այս կառավարությունը մեր ժողովուրդը չի հասկանում, թե ինչի է գնում։ Գնում է կործանման, այդ Ալեն Սիմոնյանների, այդ մեր խելագար վարչապետի եւ ընդհանրապես բոլոր այն ազգային ժողովի պատգամավորները, որոնք անգրագետ իրենց մեջ պատգամավորներ կան, որոնց հետ ես ինչ-որ հեռակակարգով մոտիկ եմ։ Իրանք ասում են, այդպիսի անգրագիտություն ինչ կա մեր ազգային ժողովում, ոչ միտեղ հնարավոր չի լինի, թեկուզ ամենացածր զարգացած երկրում։ Մենք կարգին ժողովուրդ ենք, բայց մեր ժողովուրդը քնած է, չի հասկանում իր լավն ու վատը։ Ինչ ասեմ, ես շատ վրդովված եմ, նախ վրդովված եմ մեր երիտասարդներից, որովհետև մնացել են չեզոք են վերաբերում, դուք հասկանում եք, ես զարմանում եմ, մենք ուժեղ ազգ ենք, մենք շատ խելացի ազգ ենք, մարդը պաշտպանության համար նախատեսված բյուջեն է կրճատում, դիտավորյալ մեր երկիրը տանում է կործանման, որտեղ վաճառել է եւ անվերադարձ է եւ հիմա է շանտաժ անում ժողովրդին, թե եթե ես չընտրվեմ սեպտեմբերին պատերազմ ալու, ինքը եկավ հայրենիքը փրկելու, ես այսօր մի հատ բանով YouTube-ով բան եմ նայել, իր հայրը, երբ որ ինքը ընտրվեց, իր հայրը ասեց, նուժելի խելացի մարդ չկար Հայաստանում, եւ ասեց բոլոր խելացի մարդկանց ոչնչացրեցին։ Ես այդ 4-ին էլ դեմ եմ, որտեղ իրանց պատճառով, որ մենք այսօր ընկել ենք այս օրը, որ մեր ժողովուրդը արդեն ոչինչի չի հավատում, պատերազմներով են վախացնում, ես չգիտեմ ինչերով են, եւ դրանք կուլ են տալիս այդ ամեն ինչը, փոխանակ նստեն մի հատ մտածեն, էլի։ Սարոյան եղբայրների մեջ մի հատ դրվակ է, որ Խորեն Աբրահամյանն ասում է փոքր ազգը իրավունք չունի ապրելու, բայց մենք փոքր ազգ չենք, մենք շատ ուժեղ ազգ ենք, ուղղակի առաջներ չկա։ Ես նույնիսկ հիմա որ դրել են այդ թեման, ես չեմ էլ իմանում ովքեր են, չեմ նայում հայկական հեռուստատեսություն, ընդհանրապես չեմ, որտեղ ներվայնանում եմ։ Ես չգիտեմ, մեր գլխի գալիքը ինչ է լինելու, մինչև ժողովուրդը այս թմբիրից դուրս չգա, պետք է դուրս գա մտածելու ընդունակ։ Իմ հասակի կանայք ասում են, ինչ ա եղել 110,000 դրամ մեր թոշակը բարձրացրել է, բացատրում եմ, լսի ասում եմ, քեզ օրը 300 դրամ ա տվել։ Ընդամենը 300 դրամ, որ լավաշի կիլոն հիմա 580 դրամ ա դարձել։ Դու այդ քո 300 դրամով ինչով ես քո ես 40 տարվա ղեկավար աշխատանքի ստաժ ունեմ, ես 50,000 թոշակ եմ ստանում։ Ես փառք տանում եմ երեխաներին, ես լավ երեխաներ ունեմ, եթե այդ երեխաները չլինեին, իհարկե ես երկը գտնեի, կաշխատեի ինչ-որ մի բան։ Հարցը դա չի, էլի։ Չգիտեմ, ժողովրդի մեջ մտնելա պետք, գյուղացում բացատրելա պետք, որ եթե դուք համաձայնվում եք այդ աղմախին, վաղը միսօր ձեր աճեցրած բերքը մնալու է ձեր տներում փթի, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանը այժմ միր կմատուցեն, բանջարեղեն կբերեն Հայաստան եւ այս ժողովուրդը ես չգիտեմ, ես երիտասարդ ժամանակ 40 օր եղել եմ պրակտիկայի Սումգայիթում, այնտեղ հայեր շատ էին ապրում եւ բոլորն էլ ասում են, որ հայերն էին կառուցել այդ քաղաքը եւ իրոք դա այդպես էր։ Երբ որ մենք մտանք, ես քիմիկ եմ,
մտանք մենք այդ մեր խմբով կաուչկի գործարան, մեր խմբի բանը, այդ գլխավոր ինժեներ այդ ժամանակ հայ էր այդ գործարանը։ Մեզ ասեց, այսօր եկել եք, ձեր այդ ամեն ինչը թողեք մեր մոտ ու էլ այստեղ չերևակ։ Ասում ենք, լավ, մենք երկու ամսով եկել ենք, պետք է բան անենք, ասեց ինչի այնտեղ չկար սինթետիկ կաուչկի գործարան, որ ձեզ ուղարկել են այստեղ։ Ասեց չգաք, աղջիկներ, տղաներ, գնացեք ձեր հանրակացարանում, որտեղ նստեք, երբ որ ժամանակը գա, ես ձեր բոլոր փաստաթղթերը կպատրաստեմ ու դա 57 թվականն էր։ Արդեն այդ մարդիկ զգում էին իրանց, ինչ ասեմ, վատ վիճակ։ Ես հետագայում իրանք բոլորն տեղափոխվեցին մեր սինթետիկ կաուչկի գործարան։ Այնպես որ ես չգիտեմ, ոչ մեկի արդեն այնքան հավատս կորել, որտեղ մտածում ես այս մեկը բանը, բայց սա ամեն ինչից վեր է, սրա քայլերը, ամեն ինչը, ու զգում ես, որ ինքը ընդհանրապես աշխարհում հեղինակություններ չունի, ընդհանրապես ոչ մի տեղ հեղինակություն չունի, բայց ես չգիտեմ ինչի մտածում եմ, որ սա կարող է նորից ընտրվել, եթե ժողովրդի հետ աշխատանք չտալվի, չբացատրեն, թե ինչ է լինելու ապագան։ Ես մենակ մի բան գիտեմ, այս վերջի պատերազմի ժամանակ գնացել էի միտեղ, որտեղ զոհվածի մայր կար։ Ու գիտեք ինչ ասեց այդ մայրը, ասում է, ինքանով լավ է լավ, որ ասում է, այդ տված փողով ես աղջկաս համար տուն առա։ Էլ ես ոնց մտածեմ այս ժողովրդի մասին։ Ուրեմն տղու մահը մատաղար է, տղային աղջկան տուն առ է, էլ ինչ ասեմ, անգամ տնից դուրս գալ չեմ ուզում, այդքան հիասթափված եմ այս ժողովրդից, դադարել են մտածելուց, մանավանդ այս ծերերը, ես էլ եմ ծեր իհարկե, նրանք մտածելու ընդունակություն չունեն, իրանց այդ պատերազմ բառը նայից ամի վախացնում, իսկ մեր երիտասարդները ասում եմ շատ չեզոք, լիբերալ դեմք են ընդունել և դա շատ վտանգավոր է։